17-րդ թաղամասի կիսավարտ շենքի բնակիչների համբերության բաժակը լցվել է։ Տարիներ շարունակ առանց տանիքի եւ կոյուղու ապրող մարդիկ այսօր քաղաքապետարան են եկել պահանջելով տեր կանգնել մոռացված շինությանը։ Էդի բնակարան, եթե կռիժ չկա, պատ չկա, Պատը շարժվում է, կռիժ չկա, պանելը մնելու է, իջնելու անում չեմ առաջի հատ, մենք վախենում ենք։ Նազարբեկյան 48 շենքի բնակիչները բազմաթիվ նամակներ են գրել քաղաքային իշխանություններին, կառավարության անդամներին։ Ապարդյուն քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը նրանց հորդորեց շենքի դիմաց չաղմկել, բողոքի ակցիա չսարքել եւ խնդրին լուծում գտնել կլոր սեղանի շուրջ։ Տները կառավարության որոշումով հանձնվեց ձեզ, ճիշտ է։ Այսինքն ինչ է հանձնվեց, բաց երկի Հիմա եթե դուք էլի հարց ունեք, համեցեք ներս քննարկման։ Всё։ Ժողովուրդ, բաց Ազատությունը վերջերս այցելել էր այս շենք եւ ծանոթացել բնակիչների խնդիրներին։ Խորհրդային համակարգի փլուզումից հետո անավարտ շենքում ապաստարան է գտել 51 ընտանիք, իսկ տարիների ընթացքում շատերը սեփականության իրավունք են ձեռք բերել։ Պետական գույքի կառավարման վարչությունը 8 բնակարան է նվիրել պայմանով, որ բնակիչները կմասնակցեն ընդհանուր օգտագործման տարածքների ամրացման եւ բարեկարգման աշխատանքներին։ Բնակիչները պնդում էին, թե հնարավորությունների չափով շենքը բարեկարգում են, սակայն իրենց հնարավորությունները բավարար չեն, իսկ պետական կառույցներն էլ մինչև օրս որևէ մասնակցություն չեն ունեցել շինարարությունն ավարտին հասցնելու աշխատանքներին։ Վերելակի հորը ամբողջովին բաց է։ Շենքի բնակիչները ամեն օր անցնում են այս հորի կողքով եւ իջնում առանց բազրիքի աստիճաններով, վտանգելով իրենց կյանքը։ Շենքից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվում է ինքնաշեն կոյուղին, որը բնակիչները դատարկում են սեփական միջոցներով։ Այսօր այն այլևս նպատակին չի ծառայում, ստեղծելով հակասանիտարական վիճակ բակում, որտեղ խաղում են երեխաները։ Այսօր Վեճիարարական փողոցից տեղափոխվեց քաղաքապետարանի շենք։ Բնակիչների բարձրացրած թիվ 1 խնդիրը շենքի կարգավիճակի հարցն է։ Ի վերջո, ով պետք է ավարտին հասցնի այս կիսակառույցը։ Եթե ըստ պետգույքի կառավարման վարչության Նազարբեկյան 48 հասցեով շենքը չի պատկանում Երևանի քաղաքային համայնքին, չունի իրավական կարգավիճակ։ Այո, դա շենքը չի պատկանում ձեր քաղաքապետարանին, դուք շեշտում եք, բայց մենք մասնակցում ենք ամեն ընտրություններին։ Ես եմ ասում, չէ, դուք մեր բնակիչներ։ Չէ, դուք չեք ասում։ այցելի մեր բակ ու տեսնա մեր շենքի վիճակը։ Մենք հրավիրում ենք Ուրիշ ձեզ ոչ մեր չի դժվար չի դա։ Եվ Որպես մեր քաղաքապետ, մենք ենք չի իրավունքները մեր քաղաքապետ։ Մենք մի բան իմաստում ենք ինքը բարի հաճի։ Մտնի մեր բան։ Բնակիչների համար այսօր գերխնդիր է նաև շենքի ամրացման հարցը։ Նրանք պահանջում էին վերացնել 8-րդ, 9-րդ հարկերը եւ փոխարենը տանիք կառուցել։ Պարոն Ամյան, այդտեղ ամրացնել հնարավոր չի։ 8-րդ, 9-րդ հարկը, ինչքան ուզում ես միլիոններ այնտեղ տրամադրի, այնտեղ ամրացնել հնարավոր չի։ Քնած տեղը քարերը փոխվում է, գնում է երեսներին սենց անում։ Քնած տեղը քարերը փոխվում է։ Էսի անելու բանը Այս բանավեճի ներկա էր նաև ավականու ընդդիմադիր Բարև Երևան դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը, ում հենց դիմել էին վթարային շենքի բնակիչները։ Նա եւս այս խնդրով նամակներ է գրել պետական տարբեր կառույցներին։ Պետգույքի կառավարման վարչությունից ստացած նամակից էլ եզրակացրել, պետությունը չի կարող կիսակառույց շենքի կառուցման պարտավորությունը դնել բնակիչների վրա։ Արման Սարգսյանն ասում է. Հայաստանի Հանրապետության կամ ՀՀ սեփականության իրավունքի որևէ այլ սուբյեկտի համար չի կարող առաջացնել կիսակառույց շենքը ավարտին հասցնելու պարտավորություն։ Եվ կառավարությունը, եւ քաղաքային իշխանությունները ավելի քան 20 տարի տեղյակ են այս շենքի բնակիչների խնդիրներին։ Այդուհանդերձ այսօր էլ քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կարնե Ղազարյանը բնակիչներին ճանապարհեց հերթական խոստումը տալով։ Հարգելի քաղաքացի, հարգելի բնակչուհի, մենք ձեր խնդիրները լսեցինք, մինչև մենք չուսումնասիրենք դա, դուք առաջարկություններ եք ասացիք մեզ։ Հիմա չեք լսում։ Հիմա դուք առաջարկում եք 8-րդ, 9-րդ հարկի։ Պանելը շարժվում է։ Խնդիրը